մեքենան ջարդած, վնասված, մեքենայի մեջ ավիրած, այսինքն կոնկրետ ջարդուխուրդ են արել, այսինքն դա դիտենք որպես գողություն, ոնց ես դիտեմ սա որպես գողություն։ Նախորդ դեպքն էլ մեքենայի այրման փորձի հետ կապված ինձ այդ կասկածանքները տալիս էր, հիմա արդեն այրելը չկա, կոնկրետ մեքենան են ջարդել, երբ պիտի ուրախանանք, որ էլ չեն այրում, մեքենան են ջարդում։ Հետո եղել է ուրեմն արգելակների հետ կապված խնդիր ամիսներ առաջ, երբ որ չէր կարել այսքան հենց պատահականություններ լինել, չի կարա մի քանի 3-4 անգամ պատահականություն լինել։ Ես ամենևին չեմ էլ ուզում ինչ որ համոզված չլինելով գնահատականներ տալ, բայց գոնից եմ կրկնում, քանի որ դեպքերի հաջորդականություն նման կերպով է զարգանում եւ կրկնում եմ, մեղավոր չկա, պատժված մարդիկ չկան, հիմք է տալիս ինձ բազմաթիվ հարցականներ ունենալու։ Եթե մեղավորները չեն պատժվում, եթե պետությունը այդքան անզոր է եւ չի կարողանում գողություն անողներին, բեսպրիձել անողներին, չգիտեմ, այդ հրոսակախմբերին դեմը առնի, մուրճնել է իրանց ձեռը, մեղնել է իրանց ձեռը։ Ինչի ենթադրություն պիտի արվի, որ այս վիճակը ձեռ է տալիս իշխանություններին, ուրեմն ձեռ է տալի իշխանություններին։